Ռանոյլ բենզալցակայանների ցուցափեղկին բենզինի աննախադեպ գին չկա, ինչպես խոստացել էր Մեգաթրեյդ ընկերության տնօրենը։ Այսօրվանից ՔՊԱ-կան պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայաններում պետք է վաճառվեր ադրբեջանական բենզինը 440 դրամով։ Պարզ չէ, արդյոք բենզալցակայան հասել է ադրբեջանական նավթամթերքը։ Հստակ է, որ պրեմիում դասի բենզինի 1 լիտրը 520 դրամով է վաճառվում այսօր Ռանոյլում։ Ընկերության տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց, զանգին պատասխանած ընկերության աշխատակիցը հայտնեց, որ եթե տնօրենը ցանկանա խոսել, կտեղեկացնեն։ Թեև ադրբեջանական բենզինն իր աննախադեպ գնով դեռ չի վաճառվում բենզալցակայաններում, բոյկոտի ալիք է բարձրանում համացանցում, մերժել ադրբեջանական բենզինը։ Այդպիսի հորդոր է անում հայաստանցիներին նաև ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Ես մեր հայրենակիցներին կոչ եմ անում Ռանոյլից 440 դրամով ադրբեջանական բենզին չգնել, այդ մի քանի կոպեկի դիմաց մեր իրավունքները չզիջենք։ Խաչատրյանի խոսքով Վրաստանով Ադրբեջանից Հայաստան եկած ադրբեջանական բենզին գնելով մենք համաձայնություն ենք տալիս, որ ապաշրջափակվեն Հայաստանի ճանապարհներն Ադրբեջանի համար, բայց ոչ Ադրբեջանի ճանապարհները Հայաստանի համար։ Արդյոք տրանզիտն է այն, ինչ որ Ադրբեջանը խոստանում է Հայաստանին տրամադրել Միջանցքի դիմաց, որովհետև այդ փաստաթուղթը, որը ստորագրել են Փաշինյանը եւ Ալիևը, խոսում է Ադրբեջանի համար անխոչնդոտ անցում, կրկնում եմ, դա Միջանցքն է, Հայաստանի համար փոխադարձ առավելություն։ Միթե փոխադարձ առավելությունը, որը մենք կարող ենք ակնկալել, ընդհանրապես տրանզիտն է։ Բենզինի տրանզիտը Վրաստանի տարածքով միայն այս անգամ է անվճար եղել, հիշեցնում է Խաչատրյանը։ Հավանաբար հենց դա է թույլ տալիս վաճառողին շուկայում եղած գներից աննախադեպ էժան սահմանել։ Վրաստանը ուղղակի քաղաքական նպատակներից ելնելով մեկ անգամ թույլ է տվել բենզինի որոշ խմբականակ իր տարածքով Հայաստան ներմուծել, որովհետև այն սակագները, որը Վրաստանը պահանջում է ադրբեջանական ապրանքների տարանցման համար, Վրաստանի եւ Ադրբեջանի միջև լուրջ հակասություններ են առաջացել, այնպես որ այս սիմվոլիկ ժեստից հետո թող մեր հայրենակիցները հույս չունեն, թե էլի 440 դրամով բենզին են գնելու։ Խաչատրյանի խոսքով Հայաստանին Էրդողանի խոստացած խորհրդանշական քայլերի պես մի քայլ է արել Ադրբեջանը, Հայաստան արտահանելով բարձր կարգի ադրբեջանական բենզին, որն իր ներքին պահանջարկն էլ չի բավարարում։ Բաքուն պրեմիում դասի բենզին է ներկրում Ռուսաստանից, Ռումինիայից եւ Միացյալ Էմիրություններից։ Չի բացառվում, որ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրից ներկրած նավթամթերք։ Փոքրիկ սիմվոլիկ մի ժեստ, որ Փաշինյանը վեր կենա ասի, տեսեք, իմ խաղաղության քաղաքականությունը հաջողել է, բայց որից Հայաստանը որևէ օգուտ չի ստանում։ The Global Economy կայքի վերջին տվյալներով 2023 թվականին Հայաստանում մեկ ամսում սպառվել է միջինը 18,000 տոննա բենզին։ Ըստ այդ ցուցանիշի Հայաստան մտած ադրբեջանական բենզինը դրա 7%-ն է։ Լիլիթ Սարգսյան, Աշոտ Մնոյան, Հենրիկ Համազասպյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։